Բարձրս ես Արմեն Հովանիսյանն եմ, սա ազատարար բլոգն է, շնորհակալություն աջակցության համար, մենք արդեն 19,000 բաժանորդ այդ գիծը հատել ենք, դա իհարկե շատ մեծ թիվ չի, բայց հաշվի առնելով, որ մենք տարածման ամենակոնսերվատիվ եւ օրգանական ձևն ենք ընտրել եւ փաստորեն փորձում ենք հավաքել ամենավորակյալ աուդիտորիան, որոնք շահագրգռված են, ուզում են լսել, թե մենք ինչ ենք ասում, ինչ որ իրենց կարծիքը ունեն դրա հետ կապված եւ այլն, սա շատ լավ արդյունք է, բայց խնդրում եմ օգնել մեզ շարունակել աճ այս ալիքի եւ հասնել ավելի տպավորիչ արդյունքների։ Դրա համար պետք է դուք բաժանորդագրվեք, դրա համար դուք պետք է լայքեք, եթե հարմար եք գտնում, եթե գտնում եք, որ որակյալ բովանդակություն է ձեզ ներկայացվում, եւ դրա համար դուք պետք է կիսվեք ինչ-որ այլ մեդիա պլատֆորմներում, որքան դա հնարավոր է։ Կանխավ շնորհակալ եմ եւ շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Եվ այսպես բոլորից շատ խոսում ենք եւ արդեն մի քանի հարցազրույց եմ տվել եւ լսում եմ այլ հարցազրույցներ, այլ կարծիքներ, հետևում եմ մամուլին, կապված հաշտության կամ խաղաղության այդ համաձայնագրի համաձայնեցված տեքստի հետ։ Եվ ասելիքները այդքան արդեն գուցե թարմ չթվան, բայց կարևոր է ամփոփել, թե ինչ է կատարվում։ Հետո մենք անցնենք այլ թեմաների։ Դեռ տեքստը չի հրապարակվել, առանձին թեզեր հրապարակվել են, մոտավորապես այն պարզ է, եւ ակնհայտ է, եւ դա նույնիսկ այդ համաձայնեցման տակը դեռ համաձայնագիրը ստորագրված չէ։ Համաձայնեցման տակը ստորագրողները, այսինքն էջ առաջ համաձայնեցվում է կետ առ կետ, իրենք ընդունում են, որ սա հայկական կողմի անվերջանալի զիջումների այսպես արդյունքն է։ Այսինքն մենք զիջելով վերջը համոզեցինք Ադրբեջանին, որ ինքն էլ ասի, որ այո, այս տեքստի հետ վերջնականապես համաձայն եմ։ Դա չեն թաքցնում, դա Փաշինյանն է ասում, Միրզոյանն է ասում, հիմա լուրջ քաղաքական գործիչներ են հայտնվել ԿՊ-ում, որոնք մեծ գիտելիքներ ունեն արտաքին քաղաքականությունից, ինչպես ասենք Արսեն Թորոսյանը եւ այլն, իրենք են դա ասում, եւ պատասխանը մեկ է, որ խաղաղությունը արժի այդ գնին, որ մենք տալիս ենք, այսինքն դրանք համարժեք են այն գինը եւ խաղաղությունը աշխարհի ամենալավ բանը, ամենացանկալի բանը։ Դրա համար մենք գնացել ենք եւ գնալու ենք անվերջանալի զիջումների։ Սա իրենց պաշտոնական արդեն դարձել է գաղափարախոսությունը, հիմա հարց է ծագում, արդյոք այդ համաձայնությունը ստորագրվելու է եւ արդյոք ստորագրվելուց հետո էլ զիջումներ մեզնից չեն պահանջելու։ Եվ որպեսզի մենք այսպես անիմաստ բանավեճի մեջ չներգրավվենք, մերտեղ ամեն ինչ որոշում է Բաքուն, այս առումով, ինքը որոշեց, որպեսզի մենք այսպես կամուկացի մեջ չլինենք, ես մի կարծիք հայտնեմ, հետո պրոպագանդիստները մեկ այլ կարծիք հայտնեն, ինչ որ երրորդ, չորրորդ կողմեր այլ կարծիք հայտնեն, իրենք մերտեղը պատասխանեցին։ Ժամեր անց ասեցին, որ այո, ստորագրենք, իհարկե, բայց պետք է։ Եվ այդտեղ պետքերներ են, որոնք եւ այստեղ ես վստահում եմ հայկական կողմին, ուղղակիորեն այդպիսի բան գրաված չկա պայմանագրի մեջ, համաձայնագրի մեջ։ Այսինքն սրանք արդեն հավելյալ պահանջներ են, այսինքն Բաքուն ասում է, որ հավելյալ պահանջներ եղել են, լինելու են, անվերջանալի են, հետո նորը կմտածենք, հետո էլի նորը կմտածենք, որովհետեւ մենք խաղաղության նպատակ չունենք, մենք ունենք այլ նպատակներ։ Որն են այդ պահանջները, դրանք ակնհայտ են, պարզ են, առաջինը փոխել սահմանադրությունը, հասկանալը, որ դա
երկար գործընթաց է, երբ որ հայ ժողովրդի ճնշող մեծամասնությունը բացարձակապես հակված չէ այո քվեարկել այդ փոփոխություններին։ Եվ փաստորեն ստացվում է, որ չստորագրելու մեղքը գցվելու է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների վրա, որ իրենք են մեղավոր, տեսեք, այո չքվեարկեցին։ Սա այս առումով միջալուց քայլիցներին էլ բավական ձեռնտու քայլ է։ Հետևանքների համար պատասխանատուն դուք եք, ուզում են իրենք ասեն Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, եւ սավեշտալի մի պահանջ լուծարել Միսկի խումբը։ Կարծես այդ Միսկի խումբը բանն է, Նիկոլ Փաշինյանի ոչ պաշտոնական երկրորդ ընտանիքն է եւ պարզապես ինքը պիտի լքի ու գնա։ Այդ Միսկի խումբը գոյություն ունի ՀԱԿ-ը որոշումով, դրանից առաջ պաստորեն ՄԱԿ-ը փաստացի պատվիրակել է ՀԱԿ-ին այդ հարցի լուծումը, ՀԱԿ-ն ստեղծել է Միսկի խումբը ընտրել է համանախագահներ, այնտեղ ինչ-որ գործառույթներ են գնացել տարիներով եւ այլն։ Եվ Հայաստանը նույնքեւ կարող է լուծարել Միսկի խումբը, ինչպես ասենք դատապարտյալը կարող է լուծարել դատարան։ Բարձրապես ասել, լավ, այսօր վաղվանից գործի չգաք, հոգնեցրիք ինձ արդեն, կարող ասի դատապարտյալը դատարանի։ Այսինքն դա այնպեսի մի պահանջ է, որը Հայաստանը չի կարող իրականացնել, նույնիսկ ես համոզված եմ, որ համաձայն է Փաշինյանը դրան, բայց չի կարող։ Սա եւս մի ապացույց է, որ Ադրբեջանը ստորագրել չի ուզում։ Այստեղ կա մի պրոպագանդիստական հնարք, որը պիտի գովեմ, վատ չի մտածված, բայց ես կփորձեմ այն հերքել, որ եթե իսկապես այս համաձայնագիրը Հայաստանի համար շատ վատ է, ինչու է Ադրբեջանը չի ուզում ստորագրել։ Հայաստանը ուզում է, իսկ Ադրբեջանը չի ուզում Հայաստանի համար վատ պայմանագիր ստորագրել։ Ուրեմն, ասում են պրոպագանդիստները, համաձայնագիրը լավն է Հայաստանի համար, այդ դրա համար էլ Ադրբեջանը չի ուզում։ Բացարձակապես դրա մասին չի խոսքը։ Ադրբեջանը վաղուց արդեն հասկացել է եւ այս առումով հերոսներին պետք է անուն առանուն իմանալ, դա Նիկոլ Փաշինյանն է, դա Արարատ Միրզոյանն է արտգործնախարար, դա Ռուբեն Ռուբենյանն է հատուկ այսպես ներկայացիչ Թուրքիայի հետ բանակցություններում, որտեղ այս ամբողջ գործընթացի մասն է նաև Թուրքիայի հետ բանակցությունները, ինչպես նաև Ռուսաստանի, ուրեմն մեր Գրիգորյանն էլ պիտի նշեմ, եւ իշնորհիվ այդ պարոնների գործունեության արդեն վաղուց ադրբեջանցիները հասկացել են, որ process-ից ավելի շատ օգուտ են ստանում, քան վերջնարդյունքից։ Վերջնարդյունքը այն չի, որ գրված է պայմանագրում։ Ադրբեջանի վերջնարդյունքը, ընդունելի վերջնարդյունքը դա Հայաստանի Հանրապետության վերացումն է։ Ոչ թե տարածքային ինչ որ մի բան վեցնեն եւ այլն թույլատումը, այլ Հայաստանի Հանրապետությունը պետք է իհարկե ֆանտաստիկ բան իրենց համար արդյունք կլիներ դադարի գոյություն ունենալ, եթե ոչ, այն պետք է ֆորմալ բիծ լինի քարտեզի վրա, իրական պետություն չպետք է լինի հայկական։ Իր շահերով, նպատակներով, գործունեությամբ, իր կապերով չպետք է լինի, տարածք, որը վերահսկվում է փաստացի Բաքվից։ Դա իրենց տեսակետից լիովին ռեալիստական նպատակ է։ Եվ իրենք հասկացել են, որ այդ նպատակին հասնելու համար որևէ պայմանագիր չունենալը, որևէ շատ ավելի ձեռնտու է, որովհետև ճնշման արդյունքում, ինչպես ես արդեն ասացի, եւ ինչպես նաև ընդունում են քայլիստները, իրենք անդադ իջումների են գնում, որպեսզի ստանան այդ նպատակը, հասնեն։ Իրենց նպատակը ընդամենը թղթի կտորն է, իրենք հասկանում են, որ խաղաղություն լինել չի կարող, իրենց նպատակը թղթի կտորն է, տանել ցույց տալ Հայաստանի Հանրապետության ժողովրդին, որ տեսեք դուք ասում եք մենք ամեն ինչ տապալել ենք, մենք ամեն ինչ չենք տապալել, այն ինչ որ տապալել ենք, որտեղ մեր ամբողջ ուշադրությունը այս թղթի վրա էր, մենք այն ստացանք, խնդրեմ, այս թուղթը մեզ ձայն տվեք ընտրություններում, թողեք էլի վերարտադրվեք։
Սա է ամբողջ իրենց պատկերացումները խաղաղությունից եւ այլն, իրենց Հայաստանի տարածաշրջանի տիեզերքի մասին ընկալումները տեղավորվում են այդ շատ պրիմիտիվ սխեմայի մեջ, թվում է թե ես չափազանցնում եմ, բայց չգիտեմ, եթե դուք կյանքում գոնե մեկ քայլիստ ծանոթ ունեք եւ կես ժամ հետը շփվել եք, դուք կհասկանաք, որ ես եթե նույնիսկ չափազանցնում եմ, զուտ որովհետեւ ավելի վառ գույներով ներկայացնեմ դառը իրողությունը։ Հիմա ինչ է Ալիևը չուզում ստորագրել, արդեն ասեցի, որովհետև դա գազարը նապաստակի քթի տակ կամ ինչ որ մսի կտորը կախում են այսպես հատուկ շան քթի առաջ եւ շուրը վազում է մինչեւ չի սատկում։ Կա այդպեսի էքսպերիմենտ կամ նապաստակ այնքան է վազում, մինչեւ սիրտը չի կանգնում։ Որտեղ անդադ ուզում է հասնել այդ գազարին։ Իսկ գազարը կարող է նույնիսկ պլաստմասից լինել, իրական գազերը չլինեն։ Սա են ուզում անել եւ անում են ադրբեջանցիները Հայաստանի հետ, ինչի մենք դարձել ենք մասնակից այդ process-ի։ Մենք նապաստակն ենք այդտեղ, ավաղ եւ վազում ենք այդ գազարի հետևից, կորցնելով քաշ, կորցնելով կենսունակություն։ Եվ կամաց մոտենալով ենք այդին, երբ որ արդեն այդ թեման կփակվի։ Այդ առումով իրենք անելու են ամեն ինչ, որպեսի չստորագրեն եւ դրա համար ժամեր հետո արդեն իրենց հավելյալ պահանջներ ասեցին, իսկ այնտեղ կա երկրորդ էշելոնի պահանջներ, օրինակի համար հանձնել ոչ միայն խոսք չի գնում, որպեսի հայերը վերադառնան Հայաստան, այլ նաեւ Հայաստանը, ասենք, արտահանձնի ինչ որ արցախցիների, որոնք իրենց դեմ զենքով կռվել են, այսինքն բոլոր նորմալ պարկեշտ արցախցի տղամարդկանց փառք եւ պատիվ իրենց դրա համար, որ իրենք մասնակցել են այդ հակամարտությանը արդար եւ ճիշտ կողմում, մեր կողմում։ Այստեղ որևէ քայլիստական բան ռեֆլեքսիա, որ վայ, իսկ եկեք իրականությանը, ինչպես Փաշինյանը ասում է, նայենք Թուրքի կամ ադրբեջանցու կամ ռուսի կամ չգիտեմ տեսակետից, չէ, դա վատ մոտեցում չէ ընդհանրապես, մարդը նույնիսկ իր կյանքում պետք է փորձի այլ աչքերով էլ նայել, որպեսզի իրեն պահի ավելի adekvat, բայց տվյալ դեպքում հարցը է, որ այդ այլ աչքերը քեզ ոչնչացնելու նպատակ չպետք է ունենան այդ աչքերի տերը։ Եթե ոչնչացնելու նպատակ ունի, այդ աչքերով պետք չի նայել, այլ պետք է դրան դիմադրել, որպեսզի քեզ չուտեն։ Եվ այդպեսի ռեֆլեքսիա ես չունեմ, փառք Աստծո, դուք էլ մի կոչ եմ անում չունենաք արդար եւ ճիշտ կողմում կռվել են մարդիկ եւ արդեն օվերտոնի պատոհանը բացում են, այսինքն թեմա են մտցնում, ժողովրդի ասած, թեմա են գցում, որ կարող է այսպեսի նաեւ տարբերակ լինել եւ այդպես կարելի է շարունակել։ Ես բան եմ անում, որ ասենք քանի որ Հայաստանում իբր ապրել է 300,000 ադրբեջանցի, չնայած 79 թվի ամենավերջի, ամենահամապարփակ մարդահամարը սովետական 79 թվականին էր, այնտեղ կարելի է տոկոսներ ավելացնել եւ հայ բնակչությանը եւ Ադրբեջանի տենդենսները հաշվել, բայց դա շատ քիչ է։ Տարբերությունը 180,000-ը թե ինչքան է, այսինքն մի երկու անգամ էլ թիվը բարձրացրած, եթե Ադրբեջան, ինչու պիտի օրինակ Հայաստանի պետական երկրորդ լեզուն չլինի ադրբեջաներեն եւ այլն, այդպես կարող է գնալ հավեր։ Եվ փաստորեն մենք ընկել ենք այդ ալթերնատիվի վազքի մեջ, որը մեր հնարավորությունների կյանքի կենսունակության հաշվին է։ Այստեղ Ադրբեջանը հաղթող է, մենք պարտվող ենք, եթե մենք այդ տրամաբանությամբ ենք շարժվում։ Սա է ուզում Ադրբեջանը։ Իհարկե միջազգային ռեակցիայից պետք է խոսել, բոլորը ողջունեցին եւ դա նորմալ է, դա նորմալ է։ Արդեն այդ օրինակը բերել եմ, երբ որ Կարենի Սարգսյան զրուցում էինք, հիմա պատկերացեք երկու հարևան ունեք, իրար տանել չեն կարողանում, իրար փոր են թափում, ինչպես ասում է, եւ մի օր գալիս են ասում են դե մենք որոշեցինք էլ փոր չթափել։ Չկա այդպեսի հարևան, որ նույնիսկ եթե ինքը տեղ ունի
համակրանքները այս կամ այն կողմում, որտեղ կան երկրներ, որոնք Ադրբեջանին ակնհայտ համակրում են, կան երկրներ, որոնք հակված են ավելի համակրել Հայաստանին եւ այլն։ Կան երկրներ, որոնք շահագրգռված չեն խաղաղության մեջ, հազար մի տարբերակներ, բայց բոլորը պետք է գոնե ձևականորեն ասեն, վայ, էս ինչ լավ եք անում, ապրեք, շարունակեք նույն ոգով, որովհետեւ ոչ ոք չի կարող ֆորմալ կերպով խրախուսել կոնֆլիկտը պատերազմը։ Այդպես ընդունված չի աշխարհում։ Եվ նույնիսկ Եվրոպան, երբ որ եթե նկատել եք աջակցությունն է հայտնում Ուկրաինային ամենաարմատական ձևերով, անընդհատ շեշտում է, սա նրա համար չի, որ պատերազմը հավերժ շարունակվի։ Սա նրա համար է, որպեսզի չհաղթի ագրեսորը եւ խաղաղությունը լինի արդար։ Այսինքն ելի խոսում են խաղաղությունից, հաշտեցումից, դա միջազգային նորմ է։ Աշխարհը իհարկե փոխվում է, բայց այդքան արագ չէ եւ այդ նորմը կա։ Միացյալ Նահանգների ռեակցիաները ամենահետաքրքիրը, որը պահանջեց բավական ռադիկալ կոպիտ ձևով Ադրբեջանից ստորագրել պայմանագիրը եւ բաց թողել գերիներին։ Ադրբեջանը փաստորեն իր պահվածքով մերժում է։ Սա երկու տարբերակ կարող է լինել, ըստ որում երկուսն էլ կարող են համատեղվել ինչ-որ ձևերով։ Մեկը, որ ինքը ունի պայմանավորվածություններ այլ ուժերի հետ, որ ամերիկացիներին մերժի եւ դու ունես այլ պաշտպաններ, այստեղ իհարկե ուզած-չուզած նայում ես դեպի հյուսիս։ Եվ ինչ-որ չափով երևի նայում, այսինքն դեպի Ռուսաստան եւ դեպի Իսրայել։ Իսրայելի դեպքում դա կարող է հնչի այսպես, որ ամերիկացիների հետ իմ հարաբերությունները շատ հատուկ են, Նետանյահուն ասում է, դու մերժի, ես Տրամպի հետ կպայմանավորվեմ։ Սա հնարավոր տարբերակ է, ես չգիտեմ։ Եվ ռուսական տարբերակը, որ ես ինչա, դու ուզում ես այդ արևմուտքի տակ որ ընկնես, վաղ թե ուշ իրենք հիմա Տրամպը իհարկե այդպեսի բաներ չի սիրում, որտեղ ինքը ուզում է հեղաշրջում անել եւ պաստորեն ավտորիտար ռեժիմ մտցնել Ամերիկայում, բայց հոտ այդպես հավերժ չի լինի։ Վաղ թե ուշ իրենք պահանջելու են դեմոկրատիա։ Իսկ ես դա ձեռ չի տալիս, ուզում են պաշտպանվել։ Սա երկրորդ տարբերակն է, որ կարող է լինել։ Ամենայն դեպս սա կարելի է ընկալել որպես արհամարանք, նույնիսկ այդ Եվրոպան չեմ ասում, ինչեր է ասում իր հասցեին եւ այլն, այնտեղ իր թեմաները արդեն փակված են Միացյալ Նահանգները։ Բայց ինչևէ, դա Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների վրա որևէ կերպ չի ազդում եւ չի ազդում Ադրբեջանի ռազմավարական նպատակի վրա։ Ադրբեջանի ռազմավարական նպատակը անընդհատ պետք է ասեմ Հայաստանի Հանրապետության չգոյությունն է, գոնե ֆորմալ գոյության կողքին իրական չգոյություն։ Սա իրենց նպատակն է, իրենք չեն էլ տաքսնում, Ալիևը դա ունի բավական դիպուկ ձևակերպումներ, պետք է ասել, իրենց քաղաքական գործիչները, նախարարը, արտգործնախարարը եւ այլն, հատուկ ներկայացուցիչը ամենալավ իմ կարծիքով ձևակերպումը, որ մենք չպետք է թույլ տանք, որ հայերը ցկներից վեր կանգնեն։ Այսինքն միշտ պետք է լինեն ցկների վրա։ Միշտ։ Իմիջիալոց ասեմ, որ այդպեսի որոշում կար Գերմանիայի հետ կապված երկրորդ աշխարհամուտից հետո, որտեղ հաղթող երկրները համարում էին, որ գերմանացի ժողովուրդը դա ագրեսիայի, մշտական ագրեսիայի աղբյուր է։ Անընդհատ գերմանացիները դառնում են պատճառնոր կոնֆլիկտների, առաջին աշխարհամար, երկրորդ աշխարհամար։ Դրա համար իրենց պետք է ծնկի վրա պահեն։ Բայց դա տևեց շատ կարճ ժամանակ, որովհետև Ֆուլտոնյան ճառ, սառը պատերազմ եւ բարձ դարձավ, որ Եվրոպան պաշտպանել կոմունիզմից առանց արևմտյան գերմանացիների անհնար է եւ շատ բան փոխվեց։ Նույնիսկ ֆրանսիացիները, որոնք առավել ռադիկալն էին այդ հարցում, տեսնում ենք, որ ինչպես տատասկասեր կանգնեցին
մեղմացրին, նույնիսկ բարեկամացան Գերմանիայի հետ, դարձան դաշնակիցներ տարիների ընթացքում։ Բայց այսօր մենք գտնվում ենք այն փուլում, որ Ադրբեջանի համար Հայաստանը մշտական թշնամի է, ուզում է մենք 350 տարի Նիկոլ Փաշինյանները մեզ կառավարեն, մեկ է մշտական թշնամի է, դրա համար ավելի լավ է ապրել առանց Հայաստանի, քան Հայաստանով, առանց հայ հարևանների, քան հայ հարևաններով։ Իրենք այդպես կարծում են։ Եվ ես պետք է այստեղ ինչ որտեղ կներեք փաստաբան հանդես կամ ադրբեջանական կողմի, այնպես չէ, որ բացարձակապես անհիմն է իրենց կարծիքը, որովհետև հայ ժողովուրդը դարերի ընթացքում ցույց է տվել իր կենսունակությունը ամենածայրահեղ հանգամանքներում, մշակութային ինչ-որ բաներ չեմ ուզում ասել, որպեսզի ռասիստական հիմա մեղադրանքներ չլինեն ռասիզմի մեջ, ինչ-ինչ քաղաքակրթական մշակութային չափորոշիչներով շատ ավելի առաջ է, շատ արագ համատաբար պատմականորեն կարճ ժամանակահատվածում կարող է ոտքի կանգնել եւ սաղի պորտը դնել տեղը։ Դրա համար իսկապես ինչ-որ հիմք Ալիևը ունի մեր մասին, այդպեսի դա ցածր չի, բարձր կարծիք ունենալ։ Ինքը մեզ ատում է իհարկե, բայց եւ բարձր կարծիքի է մեր մասին։ Ի տարբերություն Փաշինյանի, ատում է մեզ թե չի ատում, չգիտեմ, բայց շատ ցածր կարծիքի է մեր մասին։ Եվ դա չէր թաքցնում իր արհամարանքը մեր հանդեպ բոլոր հնարավոր առիթներով, ինքը Տիկին Հակոբյանը, քանիստական այդ թաշախուստեն, մինյոնները իր անընդհատ հայտնում են։ Իրենք իրենց անարժան են համարում, այսինքն հակառակ ասեմ, իրենք մեզ համարում են անարժան այդպեսի բարձր կարգի ղեկավարություն ունենալու անարժան, ինչի մասին անդադ ասում են, որ մենք վատ կրթված ենք, իրենք իբր թե լավ կրթված են, որ մենք հիշաչար ենք, որ մենք մինչև հիմա իրենք նախկինների դեմ են պայքարում եւ նախկինի միս ուտելով են ապրում, ֆորմալ իհարկե ոչ մի բան էլ ձեռ չեն տալիս, բայց մեզ մեղադրում են, որ մենք հիշաչար ենք, պատմական բաները հիշում ենք շատ երկար, եւ այլն, հազար մի բան կա։ Այդ այն դեպքն է, որ անեկդոտի նման ինչի գլխարկ չես հագել տարբերակն է։ Մեզ ատելու եւ արհամարելու բազում թեմաներ կարող են իրենք գտնել, բայց ի տարբերություն Ալիևի, իրենք բացի ամեն ինչից մեզ շատ ցածր են գնահատում։ Ալիևը մեզ բարձր է գնահատում։ Հասկանում է այն պոտենցիալը, որ ունի հայ ժողովուրդը, առավել եւս իր պետության տեր հայ ժողովուրդը։ Այնպես որ խորհուրդ կտա այդ առումով շատ ավելի կողմնորոշվել դեպի Ալիևի կարծիքը մեր մասին, քան դեպի Փաշինյանի կարծիքը։ Մենք իսկապես առանց այսպես շովինիստական եւ բան կա հոգեգարության, որին մեկ-մեկ մենք դուք տալիս ենք իհարկե, պետք է ընդունենք, որ մենք բավական լուրջ ժողովուրդ ենք, որը հազարամյակները այս երկիր մոլորակի վրա գոյություն ունի։ Հիմա անցնում ենք ամենակարևորին, որ մարդկանց մտահոգում է, որ Ադրբեջանը փաստորեն տանում է Սրբան եւ այլն։ Բերելու է սա պատերազմի։ Ամենայն դեպս մոտակա շաբաթներին հաստատ ոչ։ Ես կարծում եմ, որ Ադրբեջանի համար սա ընդամենը սրացում է համաշխարհային կարծիքի դեմ, որ ինչքան դուք մեզ ստիպում եք, մենք ավելի կատաղում ենք։ Սա մեկ, եւ երկրորդը արդեն լավ փորձ ունեն իրենց համար դրական, մեր համար շատ բացասական, որ եթե մի քիչ շարունակեն սեղմել, հայկական կողմը ինքը կվազի իրենց մոտ եւ կասի հիմա ինչ զիջենք։ Դա էլ մի կողմից։ Համաձայնության պայմանագիրը արդեն ասեցի, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ խաղաղության հետ որևէ առնչություն չունի, ընդհանրակարգը ունի կետեր, որոնք ամեն կերպ նվազեցնում են այդ անվտանգությունը եւ մեր շահերին դեմ են, բայց ամենամտահոգիչ բանը, որ ես արդեն տեսնում եմ, դա էժանագին, բակային, կներեք այդ բառը պետք է օգտագործեմ, շուստրավատի փորձերն են քայլիստների, ուրեմն նոյեմբերի 9-ի
հայտարարությունը իրենց դաշ չէր, այդ 9-րդ կետը իրենց դաշ չէր, իրենք հիմա սկսել են նորից ասել, որ այն կետերը ադրբեջանցիները կարող են մեկ այլ կերպ մեկնաբանեն, բայց մենք կմեկնաբանենք այսպես։ Այսինքն դա նշանակում է, որ Ադրբեջանը ստանալու է, օրինակ վերաբերում է եվրոդիտորդներին, օրինակ, որ Հայաստանը օրինակ կարող է ասել, որ իրենք սահմանի վրա կանգնած չեն եւ զինված չեն, այսինքն դա երրորդ կողմ չի, զինված կողմ չի, օրինակի համար։ Ադրբեջանը ասել է ոչ մի տենց բան, հանեք ռադարեք դրանց, բարձ է, ինչու՞, պատճառները ակնհայտ են, ինչու՞, եւ իրենք մտածում են, որ իրենք այդպեսի նոր բազարի թեմա է, մոտ 5 տարի էլ կառավարեն, ընտրություններում վերարտադրվեն, 5 տարի էլ կառավարեն շատ վատ, շատ անորակ, ասելով դե որ ադրբեջանցիների ճնշման տակ ենք, մեր ամբողջ 90% ուշադրությունը ապացուցելու, որ 17-րդ, ասենք, կետը համաձայնագրի ադրբեջանցիները սխալ են մեկնաբանում, այլ մենք ճիշտ ենք մեկնաբանում, ես արդեն այդ փորձը ակնհայտ է տեսնում եմ եւ ասեմ, որ դա շատ տխուր փորձ է եւ կարծեմ անհաջող է լինել։ Այսպես նորից խաղալ նույն այդ բաների վրա, որ մենք նկատի չունեինք միջանցք, մենք նկատի ունեինք, չգիտեմ ինչ, անցք, նույն թեման փորձում են շարունակել այս նույն համաձայնագրի շուրջ։ Սա նույնիսկ եթե Ադրբեջանը ասենք վաղը գիշերը իմչալոց առանց ասելու, ես համոզված եմ Նիկոլին զգուշացնելու ստորագրի, եթե որոշել է որ ստորագրելու է, ասենք մի օր, որպես իրենց բերի ինչ որ խառնաշփոթի մեջ, իրենք ինչպես իրենք բանից հետո համաձայնեցումից հետո պիտի համատեղ հայտարարություն անեին, բայց առանձին հայտարարություն արեցին, չուզեցին հայկական կողմի հետ համատեղ նույնիսկ հայտարարություն անել։ Նույնիսկ դրանից հետո սկսվելու են խնդիրներ կապված նորից եմ կրկնում ինտերպրետացիայի տարբեր կետերի եւ որտեղ այդ խնդիրները արդեն ներգրավված են տեքստի մեջ, արդեն ներառված են տեքստի մեջ։ Իրենք դա արդեն անում են հիմա։ Եվ հայկական կողմն է դրան մասնակցում, եւ ադրբեջանական կողմն է դրան մասնակցում։ Հիմա խաղաղության մասին վերացական խոսակցություն չէ, ինչ որ ես ասելու եմ, դա պացիֆիզմը, այսինքն խաղաղություն ցանկացած գնով եւ այլն, այնտեղ ես տեսնում եմ մարդիկ գրում են խաղաղությունը բացարձակ արժեք է, ես չգիտեմ, երևի ես իմ կյանքի ընթացքում սխալ մոլորակի պատմություն եմ ուսումնասիրել, կան դիեզերքի մեջ մոլորակներ, որտեղ դա իսկապես այդպես է, եւ ես պիտի այդ մոլորակների պատմությունը ուսումնասիրեի, բայց երկիր մոլորակի վրա խաղաղությունը երբեք բացարձակ արժեք չի եղել։ Ձգտումը խաղաղության շատ կարևոր է, ժողովուրդները ձգտել են խաղաղության, որտեղ եթե խաղաղության շրջանները չլինեին, մարդկության զարգացման հետ լուրջ խնդիրներ կլինեին, դեմոգրաֆիայի եւ այլն, խաղաղ կյանքի մարդիկ պետք է ընտանիք ունենան, ապրեն, վերարտադրվեն, եւ ոչ միայն ֆիզիկապես, մշակույթով, քաղաքակրթությամբ եւ այլն, ամեն ինչ հասկանալի է, խաղաղությունը շատ լավ բան է, պետք է լինի ձգտում խաղաղություն, առավել եւս որ ՄԱԿ-ի կանոնադրությունն է, հիմա դա միջազգային նորմ է, դրա մասին ինչ խոսեցի, ինչ են բոլորը ողջունում, այս համաձայնագիրը, որ պետք է երկրները ձգտեն խաղաղության։ Բայց եթե բացարձակ արժեք լիներ խաղաղությունը, օրինակ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ պետք է գրված լիներ, որ ցանկացած պատերազմներ արգելված են։ Իսկ բանակ ունենալը արգելված է, օրինակի։ Զինվելը արգելված է, բայց ՄԱԿ-ի կանոնադրության մեջ այդպիսի բաներ ոչ միայն չկա։ ՄԱԿ-ի կանոնադրության մեջ փաստորեն կա ագրեսիայի հասկացություն, իսկ եթե կա ագրեսիա, ուրեմն կա ագրեսիայի զոհ, կա արդար կողմ եւ կա անարդար կողմ։ Դա էմոցիոնալ բարոյագիտական բաներ չեն, դա միջազգային իրավունք է, սա մեկ։ Եվ երկրորդը, որ արդար կողմը պարտավոր է պաշտպանվել, որովհետև եթե բոլոր երկրները հատ առ հատ սկսեն հանձնվել ագրեսորին, ինչպես ասենք մողոլներին էին քաղաք ժողով, ցեղարցեղ, տարածք հանձնվում, ապա այդ ագրեսորը, այդ ըստ միջազգային իրավունքի չարիքը, այլ կերպ ասած, կարող է հասնել գրավել ամբողջ աշխարհը օրինակի։ Եվ
ամբողջ այս աշխարհակարգը, որ գոյություն ունի, ոչնչացնի։ Դրա համար դա բացարձակապես կեղծ եւ հակաիրավական եւ հակապատմական ընկալում է եւ օրինակ բերեմ ասում եմ որ անկախությունն է բացարձակարժեք, չգիտեմ, ինքնիշխանությունն է բացարձակարժեք, ինչ որ բաներ ասում են, չէ՞ էլի։ Հիմա հարց, եթե պետք է ընտրես քո ինքնիշխանության եւ խաղաղության միջեւ, ամենևին էլ չեմ պնդում, որ պարտադիր ընտրել ինքնիշխանությունը հանգամանքներ կարող տարբեր լինել։ Եվ նույնիսկ ես հայերից չեմ խոսում, ընդհանրապես։ Բայց կա արդեն կոնֆլիկտ, ճիշտ է։ Եվ բազում երկրներ եւ ժողովուրդներ իրենց պատմության ընթացքում ընտրել են անկախությունը, ինքնիշխանությունը, ինքնուրույնությունը, իրենց տեսակը, լեզուն, մշակույթը, հավատը եւ այլն։ Արդյոք նրանք դավաճանել են այդ բացարձակությանը, այդ սկզբունքի խաղաղության։ Թեկուզ եւ դավաճանել են, իբր։ Բայց դա ընդհանրապես նշանակում է, որ դա այդքան էլ բացարձակ սկզբունք չի։ Նպատակը պետք է լինի անվտանգ գոյությունը իհարկե, որպեսզի հայ մարդիկ չզոհվեն։ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չզոհվեն անկախ ազգությունից, որպեսզի երկիրը զարգանա, որպեսզի Հայաստանի Հանրապետության ընտրողները որոշեն, թե ով պիտի իրենց կառավարի ժամանակավորապես, փոխեն կառավարությանը խաղաղ օրինական ճանապարհով, երբ ուզում են, փոխեն, ասեն Պողոսին չեմ ուզում, Պետրոսին եմ ուզում, վերջ, 4 տարի կամ 5 տարի Պողոսը կառավարեց վատ, ես դժգոհ եմ, ասում է հայ ժողովուրդը, ես ուզում եմ ինձ կառավարի Պետրոս։ Այդ բոլոր իրավունքները, մեր լեզու, մեր տեսակը պահելու բոլոր իրավունքների համար պետք է ինչ-որ պայմաններ։ Եվ եթե դու ընտրում ես պացիֆիստական ուղին, ապա այդ բոլոր իրավունքներից զրկվում ես։ Այն էլ մեր տարածաշրջանում։ Մի անեկդոտ կար, թողներեն, ես ընդհանրապես որևէ ազգության կպնելու այսպեսի բան չեմ սիրում համատությունների, բայց ինչևէ կան անեկդոտներ էթնիկ, նաև հայերի մասին կան էթնիկ անեկդոտներ կորեացիների մասին, որոնք շան միս են ուտում, եւ կար մի այսպեսի անեկդոտ, որ սահմանապահ զորքեր են, կորեացի է ծառայում, շատ լավ տղա է, հոյակապ, կարգապահ, լավ զինվոր է, լավ ընկեր է, բոլորը իրեն սիրում են։ Բայց շան հետ գնում է հերթապահության, սահմանային գիծ եւ վերադառնում է առանց շան։ Մեկ անգամ, երկու անգամ։ Եվ չի կարող բացատրել, թե ինչ է եղել։ Վերջը հետևում են գաղտնի եւ այլն, տեսնում են, որ հա, ինչ որ ուտում է։ Իր ազգային բան։ Մտածում եմ, լավ ինչ անել, ախր շատ լավ զինվոր է, շատ լավ տղա է։ Հիպնոզի մասնագետ են բերում, հիպնոտիզեր, որը նստացնում է, ասում է դու կորեացի չես, դու կորեացի չես, դու ուկրաինացի ես, այսուհետ դու ուկրաինացի ես։ Եվ տեսնում եմ, որ սա սկսում է ուկրաինական առոգանությամբ խոսել ռուսերեն, տիպիկ է հարավային, իրեն ուկրաինացու նման է պահում, եւ այլն, շան հետ գնում է, վերադառնում է երրորդ անգամ առանց շուն է վերադառնում։ Եվ էլի գնում են հետևեն, գախնի ծառերի հետևից հետևում են, շանը նստացրել է մի բարձր տեղ, ուրեմն այդ կորեացին ու ասում է դու շուն չես, դու սալ ես, դե ուկրաինացիները սաղ են սիրում։ Հիմա քայլիստները Թուրքիա ունեն հարևան, նստացրել են թուրքերին, Ադրբեջան ունեն հարևան, Իրան ունեն հարևան, Ռուսաստան ունեն, որ սահման չունի, բայց իրեն համարում է տարածքի տերը, դեռ համարում է, չնայած արդեն պարզ է իր հնարավորությունների չափը, հա, ու դու իրենց ուզում ես համոզել, որ իրենք Լյուքսեմբուրգ են, Բելգիա են, բան են, Դանիա եւ Շվեդիա հարաբերություններն են։ Այսօրվա Դանիա, Շվեդիա, ինչ եղել է անցյալում, ես չեմ ասում։ Այդ հիմա է այդպես։
ասենք իրենք իրենց համոզել են, որ դա հնարավոր է, իրենք իրենց հիպնոզ են արել կամ ինչ որ մեկ իրենց հիպնոզ է արել։ Իրենք եկել են եւ մեզ համոզում են, ասում են ինչ է եղել։ Ադրբեջանի հետ կարելի է ինտեգրվել ռեգիոնալ ինտեգրվածությամբ։ Երբ է պատմության մեջ ինտեգրվել երկրներ այդպիսի տարբեր քաղաքական աշխարհայացքային կարգերով։ Օրինակ Եվրոպական միությունը ունի ընդհանուր արժեքներ, մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, ժողովրդավարություն, հանդուրժողություն, չգիտեմ, ինչ բաներ են։ Այդ ինչի վրա պետք է հիմնվի Ադրբեջանի նման տոտալիտար սուլթանատը եւ Հայաստանը։ Ուրեմն կա երկու տարբերակ եւ Վրաստան, ասենք, որը դեմոկրատիայից ավելի շատ դեմոկրատական հիբրիդ համակարգից անցավ ավելի շատ ավտորիտար հիբրիդ համակարգի։ Ինչ ընդհանուր արժեքներ կան, աշխարհայացքային, գաղափարական, կառավարման որակը, ձևը, ինչն է ընդհանուր։ Ուրեմն կամ պիտի բոլորը Ադրբեջան դառնան, կամ բոլորը պիտի Վրաստան դառնան, կամ բոլորը պիտի Հայաստան դառնան։ Ըստ որում ես Հայաստանը չեմ ասում, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է։ Հայաստանը երկիր է, որ քաղաքական եւ քաղաքացիական ազատությունների ամենաբարձր մակարդակը ունի Հարավային Կովկասում եւ ֆորմալ ձգտում է դեպի ժողովրդավարություն։ Ամենայն դեպս հայտնում է էլիտան քաղաքական դրա մասին, որ ձգտում է դեպի ժողովրդավարություն։ Ինչպես պետք է Ադրբեջանը եւ Հայաստանը այսպես ապրեն միասին։ Մի երկրում, որտեղ, ասենք, 4 տարին մեկ գոնե ձևականորեն կարող է կառավարություն փոխվել, որտեղ ժողովուրդը այդպես է։ Եվ մի երկրում, որտեղ պետք է սուլտանը կառավարի, հետո սուլտանը սատկի, չգիտեմ, ժառանգորդը, հետո դա սատկի է, մյուս ժառանգորդը լինի։ Մի երկիր, որտեղ հռչակվում է, որ մարդու իրավունքներ եւ այլն, օրենքի գերակայություն, որքանով է ստացվում, չի ստացվում, դա էլ խնդիր է, բայց կա ձգտում, որ այդպես լինի, եւ մի երկրում, որտեղ, ասենք, Ալիևը մատով կարող է ցույց տալ եւ տնով, տեղով, հորով, մորով կորցնեն մարդուն։ Ինչու՞ մեկ տեսնենք ինչեր է կատարում։ Մի երկրում հայտնի դեպքերը կան սարսափելի, երբ զինվորներին սպաները չեմ էլ ուզում ախր ասել սեռական բռնության են ենթարկում շարված զինվորների աչքերի առաջ ինչու՞ դու պետք է ինտեգրես կամ Թուրքիան ուրեմն կամ դու սուտ ես խոսում երբ ասում ես որ դու ուզում ես որ Հայաստանը լինի ազատ երկիր ժողովրդավարական որ հայ մարդիկ եւ այլն արժանապատիվ լինեն, սուտ ես ասում, կամ ինչ-որ ուրիշ բան կա, որտեվ եթե դու ճիշտ ես ասում, ուզած չուզած, դուրդ գա թե չգա, դու պետք է հայացքը թեքես դեպի արևմուտք, որտեվ այդ արժեքներով ապրում են այնտեղ։ Այդքան բան։ Եվ խաղաղության կուլտը արհեստական որ մտցվում է դա ընդամենը իրենց հիպոթեկների արդեն կարելի է ասել կերակրատաշտակի եւ կոռուպցիայի իրենց իշխանատենչության իրենց պետության հաշվին սպորտային եւ այլ fashion այսինքն մոդայի հետ կապված իրադարձությունների գալը եւ այլն այդ ամեն ինչը պահելն է ուրիշ նպատակ այստեղ չկա կոմունիստները մարդկանց խափում էին գալիք դրախտով կոմունիզմով սրանք էլ անդադ ասում են մենք սա անում ենք հանուն խաղաղություն դեռ խաղաղությունը բացարձակ արժեք ոչ բացարձակ արժեքը դա հայ ազգի իրավունքն է ապրել իր ազգային պետության մեջ եւ ամեն մի այդ երկրի Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքներն են եւ արժանապատվությունն է դա է արժեքը խաղաղությունը շատ լավ բան է
խաղաղության պետք է ձգտել։ Հայաստանը իր ռեսուրսներով, չափով, դեմոգրաֆիայով այդ ծայրեղությունն էլ ունենք։ Չնայած ես համոզված եմ, որ այդ մարդիկ շատ ազնիվ են, որ ուզում են դա։ Իրենց հասկանալի է, դա հոգեբանական պատասխանն է այն խայտարակությանը, որ կատարվում է, որ բան միլիտարիզացված, այսը բան չէ, մենք պետք է ձգտենք խաղաղության։ Բայց բացարձակ արժեքը պետք է նպատակները հասկանալի լինեն։ Ադրբեջանի նպատակները հասկանալի են։ Ալիևը եւ իր կլանը սուլթանատը հավերժ, Հայաստանը չպետք է լինի։ Բարձ մարտակերական, անասնական, բայց շատ բարձ նպատակներ են։ Մենք մեր նպատակները հասկանում ենք։ Իսկ այն քաղաքական թիմը, խումբը, խավը, որը իր վրա վերցրել է, այնքան է հանդուգն, որ իր վրա վերցրել է երկրի եւ ճակատագիրը եւ կառավարումը, որը չի հասկանում, որն է մեր իսկական նպատակները, կամ դրանք այնքան վատն են իր պատկերացրածները, որ նույնիսկ չի կիսվում մարդկանց հետ, պետք է գնա։ Պարզ տրամաբանություն է, որը չի պահանջում 7 այսպես շերտանի վերլուծություն, բարդ, կվանտային ինչ-որ բաներով, կապերով։ Չէ, դա շատ պարզ հասկանում։ Դուք չեք հասկանում, դուք չգիտեք լավագույն դեպքում կամ գիտեք այնքան վատ բան եք մեր համար պատրաստել, որ հրապարակային չեք կարողանում կիսվել։ Ուրեմն դուք չպետք է լինեք քաղաքականապես։ Սա էլ պատասխան այն բոլոր ինձ եւ իմ ընկերների մեղադրանքների, թե ինչու է քննադատում եղեք կառավարության կողքին եւ այլն, թող կառավարությունը ասի իր նպատակները եւ դրանք շատ թե քիչ մոտ լինեն այն ամեն ինչին, ինչ ես առաջարկում եմ ինձ եւ ձեզ, առաջին հերթին ինձ կարելի է խոսել, բայց քանի որ դա չկա, ու ոնց ասեմ, պրոյեկտի մեջ նույնիսկ չկա, ուրեմն մնացածը դա արդեն թայֆայական խաղեր են, թե որ թայֆայից լինես։ Հետաքրքիր չեն դրանք։ Խորհուրդ կտայի, դուք էլ, ես արդեն կոմպլիմենտ արել եմ, լիովին հիմնավորված կոմպլիմենտ, որ շատ լավ լսարան ունի այս հալիքը, խորհուրդ կտամ, դուք էլ այդ թայֆայական խաղերին չտրվեք։ Մեզ պետք է ազատ, անկախ, զարգացող, պաշտպանունակ երկիր, քաղաքակիրթ ժողովուրդների ընտանիքում։ Ուրեմն դեպի դա։ Շնորհակալություն ուշադրության համար, շնորհակալություն աջակցության համար։ Մինչ հանդիպում։